Մոսկվա, Կրեմլ, Ռուսաստանի նշանավոր թանգարաններից մեկը, Զինապալատ։ Յուրաքանչյուր հայ այստեղ սպասում է շատ խոսուն մի անակնկալ։ 1660 թվականին հեռավոր Իրանի Սպահան քաղաքի Ջուղայահայ վարպետների կերտած այս ադամանդյա հրաշքը կտրել անցել է հազարավոր մղոններ և հասել Ռուսիո արքունիք, որպես պարսկահպատակ հայերի նվեր, նորին մեծություն Ալեքսեյ Միխայլովիչ Ցարի։ Անկախ իր գեղարվեստական և գանձարանային արժեքից 4000 թանկարժեք քար, ոսկե և արծաթե զարդակար նկարներ ու նախշեր, այս գաղն ուներ և մեկ ուրիշ, շատ ավելի մեծ գին ու խորուրդ։ Դա ասես նոր Ջուղայի հայերի յուրատիպ ուղերձներ մեծ երկրի տիրակալին։ Մենք կանք, ապրում ենք, մենք արարում, բարգավաճում ենք օտար երկնքի տակ և բարեկամության, փոխշահավետ գործակցության ձեռք ենք մեկնում աշխարհի հզորներին։ Իսկ ամեն ինչ սկսվեց չլինելու ողբերգությունից։ Ձեզ որևէ բան հուշում է մեծ սուրգուն խոսքը։ Հայերի առաջին և ավաղ ոչ վերջին զանգվածային բռնագաղթն էր դա, որի ալիքը սկսվեց 1604 թվականի աշնանը և ավարտվեց 1605-ի գարնանը, ապա և շարունակվելով ավելի ուշ։ Պարսից շահ Աբբաս առաջինը շուրջ 500,000 հայերի, առավելապես Արևելյան Հայաստանից գաղթեցրեց Իրան։ Նպատակ ուներ հայերի օգնությամբ լուծել ռազմական, տնտեսական և քաղաքական հրատապ խնդիրներ և մահացու փորձության ենթարկվեց մեր ժողովրդի լինելու կամքը։ Գաղթականները հիմնականում բնակեցվեցին այստեղ, Իրանի այն ժամանակվա մայրաքաղաք Սպահանում։ Նրանք ի հիշատակ իրենց նախնիների բնակավայրի Ջուղայի իրենց կառուցածը կնքեցին կրկնելով անունը՝ Նոր Ջուղա։ Հիմա այս պատմությունը ձեզ կանի նորաստեղծ հայոց հանգրվանի յուրաքանչյուր բնակիչ, մեր ուղևորը նույնպես։ Նա, մինչ կսկսեինք մեր ծանոթությունը Նոր Ջուղայի և ջուղահայության հետ, արտասանեց մեզ համար ամենից հետաքրքրող բառերը։ Մենք հպարտ ենք, որ ծնվել ենք որպես հայ Ջուղայում, սա այս նախադասությունը ես կարող եմ հստակ ասել։ Կարելի է այլ տեղ լինեինք, այլ ձև լինեինք, բայց ես կարծում եմ անձամբ ապրում ենք այն ինչպես որ պետք է մեր ազգային առաքելության մեջ եղել է, մենք ստեղ ստացել ենք և հիմա էլ կարողանում ենք նաև փոխանցել մեր սերնդին։ Սա հիմնականն է ամեն մարդու առաքելության մեջ։ Կարելի ասել Ջուղան մի 4 կիլոմետրով 4 կիլոմետր տեղ է, կարելի է այդպես անվանել, 4 քառակուսի կիլոմետր։ Բայց պատկերացրեք 1604 թվից այստեղ ընտանիքներ կան, որոնք իրենց տոհմածառը սկսել է 1604 թվից և են ծառի վերին ճուղկերի վրա և իրենց զավակներն են, որ հիմա այստեղ էլ կան նաև։ Էդի շատ մեծ բան է ապացուցում, որ քո արմատները ինչպես եղել են ամենայն մաքրությամբ հասել ես երկրի մեջ հիմա այստեղ են։ Պատմության պարադոքսը, ճակատագրի հեգնանքը, ինչ կպատահեր նախիջևանյան ջուղայեցիների հետ, եթե չլիներ Շահ Աբբասյան սուրգունը, արդյոք նրանց էլ չէր վիճակվի իրենց նախնիների տապանաքարերի վայրենի ոչնչացումն արդեն 21-րդ դարում։ Նոր Ջուղա,
Քաղաքակրթությունների համերաշխության, հանդուրժողականության խոսուն օրինակ ու դաս։ Կիսալուսնի կեռիկի ներքո խաղաղ գոյակցում ապրում է հայոց առաքելական քառաթևը իր երախտագետ կենսատու լույսով։ Ապրում է նոր ջուղան։ Այստեղ արմատները ձգել եւ հրաշալի պտուղները տալիս հայոց ծիրանի ծառը։ Օտար երկնքին ներքո, հենց որ ստեղծվել են քիչ թե շատ նպաստավոր պայմաններ, հայի ձեռքով քանի ադամանյա գահեր են կերտվել, ճարտարապետական կոթողներ, ծաղկանկար մատյաններ, տպագիր գրքեր, գիտության, դպրության, գրականության ու արվեստի գոհարներ։ Պարոն Լևոն, բարև ձեզ։ Ձեզ լավ եք, քեֆ է։ Պարոն Լևոն։ Մենք հյուր ենք բացառիկ մի հարկի տակ։ Վաստակաշատ մանկավարժ, բանասեր, պատմագետ Լևոն Մինասյան։ Այս տունը միաժամանակ եւ գրադարան է, եւ թանգարան, եւ արխիվ։ Այստեղ տարիների ընթացքում պարոն Մինասյանը կուտակել է նոր ջուղայի կյանքի բազմաթիվ ու բազմաբնույթ վկայագրեր, որոնք նյութ են տվել տասնյակ ու տասնյակ գրքերի, շարունակել Առաքել Դավրիժեցու, Հարություն Տեր Հովնանյանի, Խաչատուր Ջուղայեցու եւ այլ պատմիչների գործը, նոր ջուղայի պատմությունը 1860 թվականից հասցնելով մինչև 2000 թվականը։ Մի ամբողջ գիտահետազոտական հիմնարկի աշխատանք։ Մերօրյա ծերունազարդ պատմաբանին հիրավի կարելի անվանել նոր ջուղայի պատմահայր։ Նրա համար, ինչպես ասում են, կարևորը երկար տարիները չեն, այլ երկար տարիների բովանդակությունը։ Սփյուռք։ Մեկ հատիկ այս բառի մեջ որքան շատ վիշտ ու տառապանք կա, անջատում ու կարոտ, հաղթանակ ու պարտություն, ծնունդներ ու մահեր։ Սփյուռքը ոչ միայն ապրողներն են, այլ նաև հանգուցյալները։ Սա ասում է քաջատեղյակ հայը, աշխարհ տեսած, աշխարհի շուրջ պտտած, Սփյուռքը մոտիկից ճանաչող մեր Մագելանը, Զորի Բալայանը։ Ու գիտե ինչ է ասում։ Ապացույցը նաև նոր ջուղայի հայոց գերեզմանատունը, պերճախոս, վկայող, հիշող։ Այստեղ շատ պատվական անձինք են թաղված, անցյալում գերեզմանակարերն ունեցել են յուրաքանչյուր անձի արհեստի պատկերն եղել է պատկերված է եղել գերեզմանակարի վրա, ասենք եթե իշխան ա եղել, իշխանական հագուստ ունեցել, հյուսն ա եղել, հյուսնի գործիքներն ու այսպես այստեղ ժամանակի նամայեր, երբ մեր ազգային մարմինների ջանքերի շնորհիվ մասնավորապես հիշատակելի է Սկաբակչյան աշխատանք կատարողներից մեկը եղել եմ եւ մասնավորապես հիշատակելի է հանգուցյալ պարոն Ջանի Թունյանը, որ մեծ նպաստ բերեց այս գերեզմանատունը ծառատնկելու եւ այսպես գեղեցիկ մեկ վայր սարքելու։ Հիմա բարեբախտաբար այս գերեզմանատուն բացի այդ որ ննջեշալի հիշեցնելու օր է, նաեւ ամեն արձակուրդ օրեր մեր ժողովուրդ գալիս է որպես շատ վստահելի վայր, այստեղ իրենց օրն են անցկացնում զավակների եւ իրենց ընտանիքի հետ։ Հարուստ անցյալ ունի նոր ջուղան։ Թեև Իրանի ուրիշ քաղաքներում էլ քիչ հայեր չեն բնակվում, սակայն հենց նոր ջուղան է, որ կարող է իրանահայության մայրաքաղաք կոչվել, թե անցյալում եւ թե այսօր։ Այստեղ ստեղծվել են բազմաթիվ մշակութային արժեքներ։ Հայ տարեգիրներն իրենց նոր, ակամա հայրենիք են բերել սեփական մշակույթի լավագույն ավանդույթները։ Գումարվելով իրանականին, օգտվելով նրա բարերար ազդեցությունից, այդ համադրմամբ ստեղծվել են ինքնատիպ ճարտարապետություն, կերպարվեստ, կիրառական արվեստի անկրկնելի նմուշներ։
Նոր ջուղան եղել է հայ գրչագրության կենտրոններից մեկը։ Հենց այստեղ է պահվում հայկական գրչագրերի խոշորագույն հավաքածուն։ Մյուսը Երևանում է, Մատենադարանում։ Մանրանկարչության, զարդագրության, ծաղկումների արվեստը տարածում է գտել ոչ միայն հոգևոր գրքերի, այլև ճարտարապետական կոթողներում։ Նկարչական արվեստի յուրատիպ պատկերասրահներ են մեծանիստ ու բարձրաշեն եկեղեցիներից ու վանքերից շատերը, հատկապես Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Բեթխեհեմի տաճարները, նաև աշխարհիկ կառույցները։ Նոր ջուղայի հայկական եկեղեցիներում զարդանկարների ու ծաղկանախշերի կողքին պատկերված են դրվագներ հին ու նոր կտակարաններից։ Հայտնի անուններ էին մանրանկարիչ վարպետներ Խաչատուր վարպետ Կեսարացին, Մեսրոպ Դպիր Խիզանացին, Գասպար Երեցը, Ստեփանոս Երեց Ջուղայեցին։ Հատկապես առանձնանում է որմնանկարիչ, մանրանկարիչ Մինաս Ծաղկողը, որին ի դեպ վերագրում են նաև Էջմիածնի տաճարի մի շարք որմնանկարներ։ Հատուկ արժեք են ներկայացնում ամենափրկիչ եկեղեցու պատկերազարդումները, որոնց հեղինակն է Հովհաննես Մրգուզը։ Սպանի և հարավային իրանայության թեմի մեջ թվով 24 եկեղեցիներ ունենք։ Իսկ Ջուղայում մենք ունենք 13 եկեղեցիներ։ Մենք ունենք նաև երգչախումբեր։ Գոմիդաս երգչախումբ ունենք մեծերի և Գոմիդաս փոքրերի երգչախումբ ունենք։ Ունենք Տաթև երգչախումբը, որոնք ամեն գիրագի դարբեր եկեղեցիների մեջ կմասնակցեն բադարակի երգեցողության և մեր բադարակները այսպես առավել կբայզարացնեն և գրավիչ կդարձնեն։ Նոր ջուղան հայ հին տպագրության ծննդավայրն է։ 1638 թվականին այստեղ Սուրբ Ամենափրկիչ վանքի առաջնորդ Խաչատուր Կեսարացին հիմնել է Իրանի և ողջ Միջին Արևելքի առաջին տպարանը, որն այնուհետև իր զավակներն ունեցավ Հնդկաստանում ու Եվրոպայում, այդ թվում և Մոսկվայում, Պետերբուրգում։ 1794-ին ջուղայցիներն էին, որ Մադրասում հրատարակեցին առաջին հայկական պարբերականը Ազդարարը։ Հայ իրականության մեջ նոր ջուղան եղել է նաև գիտական մտքի, դպրոցաշինության աչքի ընկնող կենտրոններից մեկը։ Վերածննդի դարաշրջանի հսկաների պես նոր ջուղայի մտավորական հայրերը նույնպես տիրապետել են բազում շնորհների՝ լայնահայաց ու խորը, փիլիսոփայություն, գեղանկարչություն, տպագրչություն, գրականություն։ Այնտեղ, ուր ոտք է դրել թեկուզ մի քանի հայ, ծնվել են նախ եւ առաջ կացարան, եկեղեցի, դպրոց։ Ոչ մեկը չի մնացել անտունի։
Իրանի պետական եւ ոչ միայն պետական շահերը պահանջում էին, որ տևական ժամանակ ջուղայեցիներն օգտվեն որոշակի արտոնություններից։ Օրինակ Ռուսաստանում հայտնի Լազարյան տոհմը տվեց խորհրդականներ, դիվանագետներ, զինվորականներ եւ այլն։ Նոր ճյուղայի ժողովուրդը բավական հավատացյալ ժողովուրդ է, ավանդաբար ժողովուրդ է եւ իր ավանդությունները բահել է մինչեւ այսօր։ Եվ այն ավանդությունները, որոնք իր հետ բերել է հին ճյուղայից, Հայաստանից, Արարատյան տաշից, այդ ավանդությունները բահվել են եւ այդ ավանդությունների սովորությունների վրա նաեւ ավելցել են ուրիշներ, բայց եւ այնպես բավական կապված են մեր եկեղեցուն, կապված են մեր եկեղեցու ավանդություններին, մեր արժեքներին, սրբություններին։ Բարեբախտաբար Շահ Աբասին չի հաջողվել հայերին այստեղ ավելի հաստատվելու նպատակով քանդել եւ իրան տեղափոխել Էջմիածինը։ Նույնիսկ առաջին քարերն են փոխադրել, բայց միայն այդքանը։ Եվ այժմ Սուրբ Գևորգ եկեղեցում պահպանվել է տեղահանված 50 քարերից ընդամենը 7-ը։ Մեր ժողովրդի ուխտադեղին է ցելում Սուրբ Գևորգը։ Սուրբ Պետխեմը, Սուրբ Ասպազածինը, Սուրբ Մինասը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Ներսես եկեղեցին, եկեղեցիաց վարչությունը հոգադար է բոլոր եկեղեցիների համար, նրանց բայցարության համար կաշխատի եւ մեր ժողովրդի հոգեվոր գարիկների կոհացում տալու համար։ Նաեւ ունենք մենք քրիստոնեական դաստիարակության խորհուրդ, որ պատասխանատու է գրոնական գիտելիքներ փոխանցելու, գիրակնորիա վարժարաններ գազմագերբելու, հրադարագություններ գրոնական գդարելու, մի խոսքով մեր երդասարդ նոր սերունդին, ինչու՞ չէ նաև մեր ժողովրդին գրոնական դաստիարակություն չամպելու։ Նոր ջուղայում հիրավի օրինակ ու դաս է, թե ինչպես է ի վերջո հաղթել հայության նկատմամբ Իրանի իշխանությունների բարյացակամ դիրքորոշումը, որը խստիվ պահպանվում է առ այսօր եւ ըստ ամենայնի խթանում երախտագետ համայնքի գործարար ու հոգեվոր եռանդը։ Սպանի հայոց թեմի թեմական խորհուրդը թեմի գործադիր գլխավոր մարմինն է, որ ընտրվում է պատգամավորական ժողովի կողմից 2 տարվա ժամանակաշրջանի համար։ Թեմական խորհրդի պարտականությունների հիմնական բաժինը համայնքային կյանքը ղեկավարելն է։ Թեմական խորհրդի ընթացիկ աշխատանքներում թեմական խորհրդի անդամները անդրադառնում են համայնքի ժողովրդի առօրյա խնդիրներին, դժվարություններին, հարցերին եւ մտահոգություններին։ 400 տարի արդեն մենք այս համայնքում հաստատվել ենք, բարեբախտաբար տեղացի ժողովրդի վերաբերմունքը եւ իշխանության վերաբերմունքը պատմության տարբեր ժամանակահատվածից մինչեւ այսօր մեր նկատմամբ շատ դրական է եղել, շատ բարյացակամ է եղել եւ այդ բարյացակամությունը նաեւ պատճառ է եղել, որ մեր ժողովուրդը կարողանա երկար տարիներ այս համայնքում գոյատևել եւ գոյատևման արդյունքը դուք արդեն լավապես տեսնում եք այս գեղեցիկ կառույցներով, այս գեղեցիկ կառույցների այսպես աշխույժ գործունեությամբ։ Հետաքրքրական դիտարկում է արվել, ըստ որի շատ մարդիկ օտարության մեջ, որ հաճախ ողբերգություն է, իրենց անկաշկանդ են զգում միայն այն ժամանակ, երբ արհամարել են տեղացիներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղահանված հայը հաստատում է իրեն ոչ թե հակադրվելով, այլ բարին կառուցելով, արարելով
եւ իր ինքնությունը լինելիության կամքը հաստատելով։ Մեր մշակութային միավորը Արարատ մարզամշակութային միությունը իր մասնաճյուղերով, իր մարզիկներով, իր մշակութային գործիչներով եւ դերասաններով, պարախմբով միշտ դերակատարություն է ունեցել մշակութային փառատոներին, մարզամշակութային համահայկական խաղերին եւ ամենտեղ ներկայացրել են պատվով Նոր Ջուղայի հայությանը։ Առաջին հերթին ուզում եմ ձեզ գնահատել ձեր այս քայլի համար, դա լինի հայոց ցեղասպանության մեծ եղերնի կապակցությամբ։ Գիտեմ, ապրիլ ամիսը ամեն մեր ժողովրդի բոլոր զավակների համար, որտեղ էլ որ լինեն, ոգեկոչումի, պայքարի եւ այլ նշանակություններ ունի մեր ժողովրդի համար։ Պաշտպանում ենք հայդատը։ Թուրքիե, մար բնեի ռանգետո։ Թուրքիե, մար բնեի ռանգետո։ YouTube պայքար հաղթանակ։ YouTube պայքար հաղթանակ։ Մեկ բարոն ջեբովը, նորգարան բերալիս։ Գևորգ քեզ ուրբան, մենք ընտրել ենք քո ճամփան։ Գևորգ քեզ ուրբան, մենք ընտրել ենք քո ճամփան։ Էդոլատ, ֆարյոդ բարհակեմոս։ فریاد بر حق ماست عدالت فریاد بر حق ماست عدالت فریاد بر حق ماست Նոր Ջուղայում գործում են հայդատի շրջանային կենտրոնատեղին եւ համապատասխան հանձնախումբը։ Մեր կենտրոնում աշխատում են Թադեոս Թադեոսյան պատանեկան միություն եւ Ռուբեն երիտասարդական միություն։ Արդեն գիտեք Սփյուռքում նաեւ ինչ մեծ կարեւորություն է նման միությունները հայապահպանման, սերունդների դաստիարակության, որ իսկապես իրենց առաքելությունը, կոչումը դա է, նպատակն է դա է, որ նոր սերունդին, մատաղ սերունդին դաստիարակել մեր ազգային ուրեմն բոլոր արժեքներով, ինչքան որ հնարավոր է, Եվ ինչու՞ չէ նաև այս դաստիարակությունը հետագային իրանք պետք է գործ դնեն, ասենք հայ կյանքում, հայ իրականության մեջ իրենց ներդրում ունենալու, ինչու՞ չէ նաև հայ դատի հետադման աշխատանքների մեջ ներդրում ունենալու եւ մի խոսքով նաև փորձում են կադրեր պատրաստել մեր համայնքի գաղութների կառավարման համար։
Իսկ քիչ հեռվում արդեն մեզ համար եւս հարազատ դարձած Սուրբ Ամենափրկիչ վանքի խաչերն են ու Սաղավարտ գմբեթը խաչագիր։ Արդեն 400 տարի անսասան այդ գմբեթը մի թաքուն խորհուրդ ունի, որ մեզ է հասցրել հնորյա ավանդությունը։ Գմբեթի առաստաղը երկշերտ է։ Կառուցող հայ վարպետին պատվիրատուն հարկադրում է զույգ առաստաղն ավարտել 1 տարում։ Վարպետը հրաժարվում է, հապճեպ կառուցածը չի դիմանա, կրկնակի առաստաղը կփլվի։ Եվ պատժից խուսափելու ու կառույցը փրկելու համար շինարարը փախչում է քաղաքից, մինչև կամրանա առաջին շերտը։ Վերադառնում է միայն 1 տարի անց ու վստահ ավարտում գործը։ Երկառաստաղ գմբեթ Սաղավարտը կանգուն է մինչ օրս, 400 տարի, չնայած բոլոր երկրային ու երկնային ցնցումներին, եւ երկառաստաղ գմբեթի տակ աղավնիներ են ապրում։ Հայաշեն գմբեթը իրանական երկնքի ներքո, ինչպես որ հայը նույն երկնքի տակ։ Նոր ջուղան ասում է լինել։